Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է Առավոտ լուսոն, հաջողություն մաղթենք մեր Եվրատեսիլի 2026 թվականի պատվիրակ Սիմոնին, մաղթելով հիանալի ելույթ, հաղթական ելույթ, դեռ կհասցնենք մեր եթերների ընթացքում էլ պատմել Եվրատեսիլյան եռուզեռի մասին, բայց մինչ այդ երաժշտական աշխարհից հեռու չենք գնում, որովհետև ինչպես հաղորդման սկզբում խոստացել էինք, նոր տեսահոլովակի պրեմիերա ենք այսօր ձեզ առաջարկելու մեր եթերից, որը կոչվում է Քեզ իմ մամ։ Գյումրիում գործող դեղցանիկ վոկալ էստրադային համույթը ներկայացրել է այս տեսահոլովակը եւ հուզել շատ-շատերին։ Ես շտապ եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրերին։ Վիկտորա Մատինյան, Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի տնօրեն, դեղցանիկ վոկալ էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար, երգի երաժշտության հեղինակ եւ Լիլիթ Թովմասյան, Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ, երգի խոսքի հեղինակ, տեսահոլովակի պրոդյուսեր։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ եւ հուզելու ենք շատ-շատերին րոպեներ անց, բայց գանք սկզբից։ Ինչպես եղավ գաղափարը, որ ժամանակն է դեղցանիկ ունենա մի նոր երգ, նվիրված մայրիկներին։ Սկսեմ։ Ճիշտն ասած, դեղցանիկ վոկալ էստրադային համույթը արդեն 46 տարի մանկապատանեկան ստեղծագործական համույթ է, որը իր կողքն է համախմբում երեխաներին եւ պատանիներին եւ բերում դեպի երգի աշխարհ։ Այս 46 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ պրոյեկտներ, երգեր, համերգներ, նախագծեր եւ երևի պահը հասունացել էր անկեղծ ասած որպես երգի երաժշտության հեղինակ։ Միշտ ուզեցել եմ մայրիկի մասին ինչ-որ երգ գրել, բայց բառերը չեն հերիքել։ Ես միշտ մտածել եմ, որ մայրիկի մասին երգը պետք է լինի շատ պարզ, շատ մեղեդային եւ ամենակարևորը զգացմունքային, իսկ ով կարող է զգացմունքային երգել մայրիկի մասին, կարծում եմ ամենամեղ էակները երեխաները, մանուկները եւ դիմեցի մեր շատ սիրելի Լիլիթին Թովմասյան, որպեսզի օգնի երգի բառերի մասով։ Ասեցի մի հատ շատ գեղեցիկ երաժշտություն կա, փորձենք դարձնել մամայի մասին երգ եւ սա մեր իհարկե առաջի համագործակցությունը չէ երգի առումով, որովհետեւ մենք ունենք մի հատ մեր շատ սիրելի քաղաքին նվիրված երգ, որի ելի խոսքերի հեղինակը մեր Լիլիթն է Թովմասյան, երաժշտության հեղինակը նորից ես, իսկ այս անգամ այս մայրիկի երգը այսպես ինքնաբուխ ստացվեց, ես չգիտեմ, ես Ինչպես ծնվեց երգի գաղափարը։ Չես կարողանում խոսքերով ասել մայրիկին շնորհակալություն, դառնում է մեղեդի եւ այդ մեղեդու մեջ կարելի է ամփոփել ամեն ինչ։ Բայց արի ուտես, որ հատկապես Լիլիթին ճանաչողները գիտեն, թե ինչքան գեղեցիկ է խոսում, բայց երգի բառեր գրելը մեկ այլ բարդություն է։ Իրականում ժամանակին ես գրում էի եւ շատերն ասում էին, որ վատ չէի գրում, այնպես որ սա վերադարձ է մասնագիտական արմատներին եւ իհարկե առաջին փորձը չէ, դեղցանիկի հետ ունեցել ենք շատ սիրուն համագործակցություն, դրանից առաջ նաեւ դեղցանիկը երգել է խաղաղության մասին մի շատ սիրուն ստեղծագործություն, որը էլի հուզել էր շատ շատերին եւ կարծում եմ, որ թեման այնպիսին էր եւ երաժշտությունը նաեւ այնքան դրամադրող, որ մամաների մասին հնարավոր է գտնել պահը, որ սա այդ մուսայի հատվածը եւ ստեղծել ինչ-որ բան։ Ամեն դեպքում արձագանքները համացանցային պրեմիերայից հետո շատ լավն էին եւ ոգևորող։ Ես ուզում եմ այս երևույթը գնահատել նաև մեկ այլ տեսանկյունից, նկատի առնելով, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական ծրագիրը կարող է իրականացվել միայն խմբակային ուսուցման կրթական ձևերին համապատասխան եւ մենք չունենք որևէ պարտավորություն արտիստական ստեղծագործական կամ համերգային գործունեության նկատմամբ, բայց արի ուտես, որ կարողանում ենք նաև այնպես կազմակերպել այս գործընթացը, որ համույթը, որ ձևավորվում է այդ խմբակի կազմում, կարող է ունենալ ինքնուրույն ստեղծագործական եւ արտիստական ճանապարհ եւ դեղցանիկը միակը չէ։ Եթե այս դիտանկյունից նայենք, մեր բոլոր ստեղծագործական խմբերը պարբերական ելույթներ եւ բեմելներ են ունենում։ Կարծում եմ, որ նոր երգերը եւ տեսահոլովակները իհարկե նպաստում են ոչ միայն տվյալ խմբի հանրահռչակմանը, այլև Գյումրին իր արվեստով եւ մշակույթով ամենատարբեր հարթակներում պատշաճ ներկայացմանը։ Մենք նաեւ այս մոտեցմամբ ենք ընդունել այս գործը եւ իհարկե նաեւ
երբեմն այն հանգամանքը, որ չունես բավարար ֆինանսական միջոցներ երկպատվիրելու համար, գրիր ինքդ եւ եթե փոքր են մնացած ֆինանսական միջոցները դիմիր ընկերներիդ, այս տարբերակով է ստեղծվել այս երգը եւ տեսահոլովակը եւ ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր ես սիրում եմ կրկնել առանց բյուջե հաշվելու, ամեն անգամ մղվում են դեպի այդ նախաձեռնությունը։ Առհասարակ Գյումրիում այնպես է, որ երբ ֆինանսական սակավությունը բախվում է ստեղծագործական մտքին եւ էնտուզիազմին, միշտ պարտվում է, եւ սա էլ այդ դեպքն է, այնպես որ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նույն ջանասիրությամբ եւ նույն էնտուզիազմով մոտեցան հարցին, հատուկ շնորհակալություն ռեժիսոր Գևորգ Գևորգյանին իր թիմով։ Շատ լավ։ Իսկապես շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին։ Եկեք խոսենք մի փոքր տեսահոլովակի մասին։ Այնտեղ ես գիտեմ, որ կան չբեմադրված իրական կադրեր։ Եկեք մի փոքր բացենք փակագծերը, բայց ամեն դեպքում սպասենք, որ դիտենք։ Տեսահոլովակի ամբողջ մտահղացումը Լիլիթի Նեթովմասյան, ինչի համար ես նաև ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել իրեն, որովհետև ես զբաղվել եմ երգով, ձայնագրությամբ, երեխաների հետ աշխատելով, հագուստների մասով, իսկ Լիլիթը աշխատել է մնացած այդ բոլոր այդ մտահղացում, այսինքն այն ինչ որ այդ իդեայի բաները լրիվ Լիլիթին է, այնպես որ եւ իր մոտեցումը խիստ պրոֆեսիոնալ եւ այն ջանասիրությունը այն որ ուզում ես որ ամեն ինչ շատ լավ լինի, անկեղծ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Խաղապարի մասին երևի խոսի Լիլիթ Թովմասյան, Որովհետև կադրում երևում է իրական էմոցիա, Այո, չբեմադրված։ առաջնային նպատակն էր որսալ իրական զգացողություններ եւ ապրված զգացողություններ եւ ամեն ինչ արել ենք, որ որևէ մամա չի իմացել ուր է գալիս, օգտվելով հանգամանքից, որ որևէ մեկի համար արտասովոր չէր լինի, եթե ես իրենց կանչեի հարցազրույցների, բոլորի հետ պայմանավորվել ենք, որ մենք ուղղակի վարում ենք հարցազրույցներ ամենատարբեր թեմաներով։ Այդ ընթացքում զուգահեռ կապի մեջ ենք եղել իրենց որդիների հետ, որոնց հատուկ շնորհակալություն գաղտնիքը չբացահայտելու եւ այդ երկշաբաթյա փոխադարձ համագործակցության համար եւ բեմադրված որևէ բան չկա, ամբողջապես իրական եւ ապրված զգացումներ են եւ մենք ուզում էինք, որ այդ իրական զգացողությունները փոխանցենք հանդիսատեսին, հեռուստադիտողին, որովհետեւ ես ունեմ ներքին համոզում, որ տղաների եւ մամաների կապը ուրիշ հարթության վրա է եւ դա յուրատեսակ թուլություն եւ ուժ է միաժամանակ եւ հենց այդ անակնկալ զգացողությունները պիտի կարողանայինք ստանալ, ի պատիվ նաև օպերատորական կազմի կարողացել են դա որսալ, որովհետև հեշտ չի, երբ բեմադրված չի, դրսում ես բաց հանգամանքներում պիտի փորձես հասկանալ եւ չգիտես ինչպիսի արձագանք կունենան մարդիկ, ովքեր անակնկալի են գալիս, մանավանդ տղաներն էլ եւ ծաղիկ նվիրողները, մեր Մաշան էլ Մնջոյան, միշտ տղաներ եմ ասում, բայց Մաշան էլ այդ թվում։ Մաշան էլ ծաղիկներ, այո, եւ իրենք էլ դերասաններ չեն, որ հստակ իմանան ինչպես պիտի աշխատել տեսախցիկի հետ եւ ամբողջ բարդությունը դրա մեջ էր, մի քիչ էլ Գյումրու եղանակը, որ խիստ անկանխատեսելի, բայց կարծում եմ, որ այնպիսի ազնիվ մղում կար այս գործի մեջ, որ պիտի հաջողությամբ պսակվեր։ Շնորհակալություն նաև բոլոր մամաներին եւ որդիներին այդ իրական տաք ապրված եւ ջերմ զգացողությունների համար, որ փոխանցեցին մեզ։ Իսկ երբ նկարահանումը այդ հատվածի ավարտվում էր, անջատվում էին բոլոր տեսախցիկները, ինչ էմոցիաներ էին, ինչպիսին էր արձագանքը։ Մամաները ամեն ինչ մոռացած այդ թվում մեզ եւ տեսախցիկները գրկած իրենց որդիներին գնում էին, մենք նայում կադրերը եւ հուզվում եւ անհամբերությամբ սպասում երբենք դա համադրելու երգի հետ, որ կարողանանք ամբողջական պատկեր ստանալ։ Երգը ամբողջացնելու համար նաև օգնության է հասել Հովհաննես Շիրազը։ Ինչպես։ Գյումրին մայրերքության ամենամեծ պոետի Շիրազի ծննդավայր քաղաքն է եւ մենք ուզեցինք նաեւ հատուկ շեշտադրում անել
այս ուղղությամբ հանրահռչակելու համար, թեև հանրահռչակման կարիք վաղուց չունի Շիրազը, բայց ամեն դեպքում թեկուզ այդ նոր սերնդի երեխաները այդ պաստառները բռնելով գիտեն, որ Շիրազի տողերը եւ Շիրազի խոսքերն են իրենց հետ կրում եւ հետո դա իմ մտածումն էր նաեւ, որովհետեւ Շիրազից հետո գրել մամաների մասին շատ համարձակ է եւ ես ուզեցի իմ կողքին ունենալ այդ ավակ մեծագույն բանաստեղծին, որպիսի ցույց տամ, որ ամեն դեպքում ինքն ավելի լավ է գրել։ Ինչպիսին էր արձագանքը այն երեխաների ծնողների, որոնք դեղցանիկում երգում են, նկարահանվել էին տեսահոլովակում եւ առաջին անգամ տեսան ամբողջական տարբերակը։ Պարբերաբար ստանում եմ զանգեր, նաեւ այդ առաջի պարապմունքը մեր 3 էր, այդպես էր ստացվել եւ ծնողները այն, չգիտեմ, ահա որ մեծ հուզմունքով, անդադ ասում են առանց հուզմունքի, չգիտեմ, չի կարելի դիտել այս տեսահոլովակը, որովհետեւ երևի հենց այդ բնական չգիտեմ ռեակցիաները մամաների, հա, այդ տեսահոլովակի այդ ամեղությունը, այդ պարզությունը, այդ բարությունը, որ գալիս է այդ երգից, այնպես որ արձագանքները շատ լավն են եւ երեխաներն էլ էին հուզվում երգի ժամանակ, անմիջապես սովորել են մեկ շաբաթվա ընթացքում երգը, միանգամից վերցրել են։ Իհանալի։ Առաջիկայում սպասենք նոր տեսահոլովակների։ Հաշվի առնելով, որ արձագանքից շատ ենք ոգևորված եւ հաշվի առնելով, որ լավ ընկերներ ունենք, ովքեր ստեղծագործում են մեզ հետ հավասար, չի բացառվում։ Եթե մի բան ստացվում է, ուրեմն պետք է դա կլինի շարունակական բնույթ։ Երեխաների հետ աշխատանքը իհարկե նոր փորձառություն չէ, բայց մի այլ բան է բեմում, երբ նրանք ելույթ են ունենում համերգների ժամանակ եւ այլ բան է նկարահանումները, հատկապես նշեցիք եղանակը դրսում կարող է ցուրտ լինել, կարող ենք նրանք հոգնել, ինչպես է նրանց համար այս process-ը, արդյոք հետաքրքրված են եւ մինչեւ վերջին վայրկյանը վայելել են ընթացքը։ Երգի տրամադրությունը այնքան լավն էր, որ մենք նեսից արդեն այդ ջերմությունը մեր մեջ էր եւ մեր երեխաների մեջ էր, բնավ չխանգարեց եղանակային պայմանները մեզ եւ երեխաները արդեն բավականին մեծ փորձ ունեն, ասեմ, տեխնիկցիները կադրում աշխատելու, չկոմպլեքսավորվելու որևիցե բանից, այնպես որ այդ սերն էլ գումարվել էր մամաների մասին էին երգում շատ մեծ ոգևորությամբ, այնպես որ չխանգարեց ոչ մի բան մեզ։ Հետո ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ երևի ոչ էլ հասցրել են հակառակ բանի մասին մտածել եւ ստեղծագործական ամբողջ ընթացքում շղթայի յուրաքանչյուր մասնիկ մեկ մտահոգություն ուներ արագ հասցնել դերցակից մինչև օպերատորներ, մոնտաժողներից մինչև ձայնային ռեժիսորներ, բոլորը ունեին այդ եւ ժամկետի սահմանափակումը, որովհետեւ ինքը ծնվեց շատ անակնկալ, բայց մենք նպատակ ունեինք ապրիլի 7-ին անպայման հենց այդպես շնորհավորել եւ վստահ եմ գիտեք համայնքապատկան կառույցների պարագայում մշտապես կա նաեւ ֆինանսավորումը ավականու որոշմամբ ստանալու հանգամանքը շնորհակալություն նաև ավականուն այդ որոշման համար եւ այս ամբողջը ժամանակային սահմանափակումներ էր բերում, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ունենք 20-25 օր, բայց պետք է հասցնել եւ ամենամեծ շնորհակալությունն իրականում պիտի հենց դեղցանիկցիներին հայտնել, որովհետեւ այդ փոքր տարիքում այդքան ճիշտ որսալ երգի տրամադրությունը եւ այդպիսի պատասխանատվությամբ մոտենալ հանգամանքին անտրդունջ ժամեր շարունակ լինել նկարահանման տաղավարում, նույն օրվա մեջ նկարահանվել են եւ ներսի եւ դրսի տեսարանները երեխաների մասնակցությամբ, այստեղ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ դրամատիկական թատրոնին մեզ հետ լինելու, մշտապես մեզ աջակցելու համար եւ այդ ամբողջ բարդ process-ից հետո նաեւ դրսի տեսարաններում մենք չենք լսել որևէ ջացող ձայն եւ որևէ մեկը չի ասել, որ օրինակ տուն է ուզում գնալ։ Այո, իրենք շատ լավ պատկերացնում էին, որ իրենցից է կախված նաեւ եթե սա հաջողություն է, ապա այդ հաջողությունն է։ Մենք քիչ հետո անպայման կդիտենք տեսահոլովակը։ Բայց հիմա ժամանակն է ասելու ձեզ շնորհակալություն, որ կարողացել եք ստեղծել այս տեսահոլովակ, այս երգը, որի օգնությամբ շատ շատերը այսօրվանից եթերային պրեմիերան տեղի կունենա հիմա մեր եթերում կկարողանան, եթե խոսքերը չհերիքի, այս երգով ձեր մայրիկներին կարող եք ասել շնորհակալություն, որ նրանք լցնում են մեր աշխարհը գույներով ու ջերմ հույզերով։ Շնորհակալ եմ։ Եթե թույլ կտաք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև հանրային հեռուստաընկերությանը, որ ամենատարբեր ձևաչափերով մշտապես եղել է Գյումրու մշակույթի եւ արվեստի կողքին։ Այսօր հնարավորություն է տալիս նաև երգի հեռուստատեսային պրեմիերան անել հանրայինի եթերից, դա մեզ համար մեծ պատիվ է եւ ուզում եմ վստահեցնել, որ սա միայն երգ չէ նվիրված մայրիկներին եւ տեսահոլովակներին, սա ամբարված հիշողություն է, որ գնալով ավելի
լավն է դառնալու, ուստի շնորհակալություն, որ այդ պատիվն ունենք անելու ձեր եթերից։ Մենք ենք Շնորհակալ շնորհակալ։ ենք շատ։ Իսկ հիմա դիտենք այն երգը եւ վայելենք այն տեսահոլովակը, որի մասին խոսեցինք։